Միջև չփորձենք տալ աշխարհի հոգևոր գնահատականը, մենք պիտի չհասկանանք, թե մենք որտեղ ենք։ Ես ձեզ արդեն ասել եմ բազմիցս անգամ, որ եկեղեցին ունի 3 շերտ։ Մարտնչող եկեղեցի, դա այս կյանքում այն եկեղեցին է, խաչակրասներ անող, հավատաքննություն անող, որը պահպանում է եկեղեցու էությունը, մարդկանց փրկության ծառայելու, եւ մանավանդ անխնամ կռվում է իր թշնամիների դեմ։ Եկեղեցու թշնամիների դեմ կանոն է կռվելը եւ երբեք նրանց չզիջելը։ Մյուս եկեղեցու աստիճանը դա չարչարվող եկեղեցին է, որ վերաբերվում է եկեղեցու այն շերտին, որտեղ ապրում են խավարանի հոգիները, եւ ահա երրորդը դա փառավոր երկինքն է, փառավորական եկեղեցին։ Ուրեմն ունենք մարտնչող եկեղեցի, չարչարվող եկեղեցի եւ փառավորական եկեղեցի։ Հիմա 20-րդ դարի վերջերից սկսվեց մարտնչող եկեղեցու ոչնչացումը։ Ում միջոցով իրենց համար միևնույն է թե ում միջոցով նրանք այս հիմնականում գալիս է դա մասոնական լոջերից, նրանք օգտագործում են փողը, հասկացողությունը, ամեն ինչ, բոլոր լծակները, որպեսզի մարտնչող եկեղեցին ոչնչացնեն, ստեր տարածելով խաչակրասների մասին, հավատաքննության մասին, իբր թե կաթոլիկ եկեղեցու պղծությունների մասին, երբ որ իրենք են այս պեդոֆիլներին բանտերից կազմակերպած ձևով մտցրել եկեղեցու քահանապետության մեջ եւ դա փաստորեն դա նույնպես ծրագրված մի գործընթաց է ոչնչացնելու մանավանդ կաթոլիկ եկեղեցին, որտեղ մեծ սրբություն կա, հիմնված է ամբողջ մարդկությունը այդ կաթոլիկ եկեղեցու կուսակրոնության եւ աղքատության ուխտի վրա եւ ավանդությունը պահելու ուխտի վրա։ Եվ ահա դա անելու համար մասոնական ուժերը հիմնականում օգտագործեցին իսլամը։ Եվ պետք է լավ հասկանալ, թե ինչ է իրենից իսլամը, եւ այդ նույն մասոնական ուժերը ձեր ուշադրությունը շեղում են, թե իբր դա հրեաներն են, հրեաները չեն։ Հրեա հավատացյալները 90%-ով արդեն մեսիանիկ քրիստոնյաներ են։ Ինչ է դա։ Դա մի հսկա երևույթ է, որտեղ հսկա մտածող մարդիկ, մեծ փիլիսոփաներ են իրենց քարոզիչները ներկայացնում են 5 տակարանի մեջ Քրիստոսը, ինչպես Եզեկիելի 11:23-ում պարզ ասում է, ինչպես է Աստծո զորությունը, ահա Երուսաղեմի տաճարի արևելքից, այնտեղ նկարագրում է ինչպես համբարձվեց երկինք եւ նույն կերպ Աստծո զորությունը պետք է գա այդ տեղից եւ իրենց հաշվարկներով ուղղակիորեն դա վերաբերվում է ձիթենյաց լեռանը, որի վրայից Քրիստոս հարություն առավ։ Նրանք ովքեր լսում են մեսիանիկաս հրեաների մեջ, նրանք բոլորը դարձին եկած Քրիստոսին, բայց նրանք կաթոլիկ եկեղեցու անդամ չեն։ Պարզապես նրանք սպասում են Քրիստոսի երկրորդ գալստյան, ընդունելով նրան որպես փրկիչ, անգամ տոնելով բոլոր տոնակատարությունները, հոգեգալու հիմնական մեծ տոնակատարությունները իրենց։ Բայց նորից, եթե նայենք մեր ժողովրդին համեմատած հրեաներին, որ դարձի են գալիս եւ այդ մասին ասել է անգամ Օգոստինոսը, եւ ինչ է այսօր մեր հնագույն քաղաքակրթությունները իրենց վիճակը, որոնք կոչվում են քրիստոնյաներ, ոչինչ, որովհետեւ իրենք չհասկացան իսլամի վտանգը։ Եվ իսլամի վտանգը նրանք, ովքեր ապրել են մուսուլմանների մեջ եւ գիտեն իսլամը եւ նրանց սովորությունները, նրանք կարող են հասկանալ, որ այս քաղաքականությունը մեկ երես չունի իրենց, այլ տարբեր երեսներ ունի։ Եվ այնտեղ որտեղ կառուցված է մեջիդ, ըստ իրենց օրենքի, դա իսլամական հող է։ Նա ով որ մտնում է մեջիդ, մսկիթ, նա արդեն մուսուլման է։ Եվ դարերի վեր քրիստոնյաները սա գիտեին եւ անխնամ պատերազմ են արել նրանց դեմ, բայց հիմա այդպես չէ։
ահա այս ձեր վարչապետ կոչեցյալը հանկարծ սկսեց անհանգստանալ մեր եկեղեցի թափանցած այս KGB-ի դրածոներին, մատնանշելով որ նրանք կուսակրոն չեն, եւ հետո գնաց եւ մտավ այդ ոչ թե Աթաթուրքի, այլ իրենց այդ Սուլթան Համիդի մեջիթը, այսինքն նա իսլամացած է եւ մնացած ամեն ինչը դառնում է երկրորդական, մարտնչող եկեղեցի չի կարող լինել, այսինքն այս մարդը իրապես կամ դև է, որը փորձում է մարդկանց մոլորեցնել, բայց դա չի հաջողվում, որովհետև շատ շուտ պարզվում է նրա երկակի գործողությունները եւ ահա ինչ է նրա նպատակը, հավանաբար նա այս մաֆիայից Գարեգինի փող է ուզում, որպեսզի մարդկանց կաշառի վերընտրվելու համար, ինչպես ես հասկանում եմ։ Այսինքն դա լուրջ բան չէ, ձեր երկրում ոչ մի լուրջ մարդիկ չկան։ Նրանք խոսեն ամեն ինչ եւ հատկապես ցեղակրոն, հատկապես քարեր կշպրտեն լուսավորչի, Սուրբ լուսավորչի դեմ, գետադարձի մասին, մշտապես հայհոյում են, որովհետև նա մեծ սուրբ էր։ Գետադարձ թագավոր չէր, որ ինչ որ անի բանալիները իշխաններ արդեն տվել էին եւ հերյուրանքներ, զրպարտություններ մեր մեծերին եւ ոչ մեկին չի հետաքրքրում կարդալու հայոց եկեղեցով դավանաբանությունը եւ հիմնող հայրերի ուսուցումը, ծեսը ոչինչ իրենց չի հասնում։ Այսինքն սրանք անպտուղ ծառն են, որը հիմքից պետք է կատարվի։ Եվ այս ինչ եմ ասում։ Ես ասում եմ, որ մուսուլմանները քաղաքական մարդիկ են, եւ ահա, երբ դուք նրանց հետ շփվում եք, նրանց քանի դեռ նրանք ոտները պինդ դնելու տեղ չունեն, կպահեն իրենց նորմալ, բայց ինչպես հիմա տեսնում ենք Եվրոպայում, արդեն հնարավոր չէ նրանց սանձել։ Ամեն ինչ անում են իրենք, եւ ամեն մի հանցագործություն եւ իրենք չեն պատժվում։ Ահա նույնը սպասում է եւ Հայաստանի ժողովրդին։ Բայց նայեք ինչպես հрьяաները իրենց հարցերը լուծեցին։ Ապշեցուցիչ եղավ։ Ես շատ ցավում եմ եւ Իրանի ժողովրդի համար եւ Գազայի։ Բայց միայն նրանց սպառնալիքը թույլ տվեց սրանց հիմնավորել պատերազմը ամենադաժան ձևին։ Գիտեք ինչ, երբեք իրենք չեն խոսում բոմբերը որտեղ ընկան, քանի մարդ մահացավ եւ պարսիկներն էլ դա չեն ասում, որովհետեւ իրենք չեն ուզում ցույց տալ Միացյալ Նահանգները եւ այս հրյա երևույթի զորությունը հոգեվոր եւ սա հոգեվոր զորություն է։ Ես համոզված եմ, որ պարսիկները պետք է ջարդվեն։ Նրանք աշխատում են իրենց սատանայի, Ալլահի ուժով, սրանք աշխատում են նաև այդ հрьяաների, մեսիանիկ հрьяաների գծագրած պլանով եւ ես կարծում եմ, որ Աստված իրենց հետ է։ Ինչու՞։ Որովհետեւ այս աշխարհը, այս կյանքը կռիվ է եւ եթե դու չես կռվում, քեզ պետք է վերացնեն։ Նույն պատահեց հայերի հետ։ Հայերը 15 թվականից առաջ հսկա ուժ էին Թուրքիայի մեջ, Թուրքիա չկար, դրանք ամեն ինչ գիտություն, ճարտարապետություն, ամեն ինչ հայերի եւ բանկը ամբողջ հայերի ձեռքին էր։ Եվ ահա հայերի միջոցով ռուսները հաստատվում էին միջև Բոսֆոր եւ ամբողջ նաեւ Եվրոպայում։ Եվ հա ռուսական ցարական Ռուսաստանը մեծ հաջողությունների էր հասնում առաջին համաշխարհայինում, ամբողջ Անդրանիկ զորավարի միջոցով ամբողջ Եվրոպան ազատեցին, արևելյան Եվրոպան թուրքերից եւ ազատեցին նաեւ Թուրքահայաստանը։ Կոստանդնուպոլսը ամբողջովին ասում են ռուսներ էին 16-17 թվականներին։ Եվ ահա հայոց ցեղասպանությունը փաստորեն այդ հսկա ուժը, որ կար Թուրքիայի ներսում համագործակցող ցարական Ռուսաստանին եւ մյուս կողմից էլ բոլշևիկյան հեղափոխությունը վիժեցրին փաստորեն այս գործընթացը Ռուսաստանի հաստատումը Բոսֆորի Միջին Ասիայում։ Շատ ցավում եմ դրա համար իհարկե, բայց գիտեք ինչ, ես պարզապես փորձում եմ հասկանալ
մեր ժողովրդի ֆենոմենը։ Հրեաները տարբեր ազգեր են, Աֆրիկայից մինչև Եվրոպայի տարբեր տեղեր, մինչև Ամերիկա, եւ նրանք մի հոգի եւ մի սիրտ են, անգամ սևամորթներ կան իրենց մեջ, եւ նրանք հրեա են, բայց թուրքահայ է, արցախահայ է, ռուսահայ է, պարսկահայ է, եւ նրանց մեջ ոչ մի միասնություն չկա։ Ինչն է միավորում հրեաներին միավորում է հին ուխտը, նրանք շատ լավ գիտեն դա։ Եվ ինչն է միավորում հայերեն, ոչինչ։ Միայն ցնապարծությունը, որը պարզվում է, որ վճռական րոպեները իրենից ոչինչ դա չի ներկայացնում։ Նույն նժդեհը, որ կռվում էր գերմանացիների կողմից հայերի դեմ, Ստալինի դեմ, ռուսների դեմ, ահա ռուսական բանտում ուղարկում էր Ստալինին նամակներ, որ իրեն ազատի եւ ինքը կծառայի նաեւ Ստալինին։ Ահա այսպիսի մարդիկ են, որոնց սին այս լոզունգային հայրենասիրությունը ի վերջո ավարտվում է ոչնչով, որովհետև նորից կրկնում եմ Նապոլեոնի խոսքերը, հաղթում է հոգին, այսինքն հայությունը այսօր չունի հոգի։ Եւ իհարկե, հիմա երբ որ ես խոսում եմ այս նվիրապետության KGB-ի նվիրապետության դեմ, ես որպես հավատացյալ, ով գնում է եկեղեցի, խոսում եմ իմ դիրքերից եւ պահանջում եմ իմ եկեղեցու հայրերի հավատքի վերականգնումը, կանոնների վերականգնումը, ուրիշ ոչինչ, ինձ չի հետաքրքրում իրենց անձը։ Սա քաղաքական պայքար չէ, եւ ես տեսնում եմ, որ անհույս է, որովհետև այնտեղ ոչ մի ուղղափառ մարդ չկա, ոչ միայն ուղղափառ մարդ չկա, այլ անգամ այդ բառից իրենք գրգռվում են եւ կատաղում, որովհետև մեր եկեղեցին ասում են ուղղափառ չէ։ Ուղղափառի հակառակը չարափառն է, հետեւաբար մեր եկեղեցին իրենց համար չարափառ է։ Իրենք են այս հայրապետները նոր, որոնք բերեցին քրդա կռապաշտական միաբնակ անկախ այդ իմաստով, նրանք չգիտեն ինչ անգամ քաղաքական միաբնակությունը, բայց որպեսզի ազգային եկեղեցու կերպար ստեղծեն եւ ասեն, սա մեր եկեղեցին չէ, սա ռուսական է, սա կաթոլիկ է, հատկապես կաթոլիկներից, դասական կաթոլիկներից, իրենք խորշում են, ինչու, որտեղ սրբությունը գալիս է դրանից։ Բայց ցավոք սրտի կաթոլիկ եկեղեցի էլ չկա, ամեն ինչը վերացրեն, եւ ես կարծում եմ, որ այն ձևական, իհարկե ես դեմ չեմ, կան քահանաներ, որոնք շատ լավ աշխատանք են անում, պահելու ծեսը գրափարով, ամբողջ գեղեցկությամբ մեր ծեսի, հանճարեղ գեղեցկությամբ ես կարող եմ ասել, բայց սիրելիներս, ծեսը միայն մի կողմն է, եկեղեցին ունի ծես, բարոյական կերպար, որ պահանջում է ամեն մի քահանայից, հոգևորականից եւ հավատացյալից եւ ունի բարեգործություն, ինչու ես իմ կյանքը ներդրեցի մանդակոնի թարգմանելով, որ այդ ամեն մի գլխում դա ասում է, որ ահա մեր հավատքի ծառի արմատն է, ինչպես թե բարեգործությունը, գթասրտությունը, բարեգործություն չէ, այս սոցիալական աշխատանք չէ դա։ Եվ այս որովհետեւ սա է հավատացյալ մարդու զորությունը։ Ինչու այդ մասին երբեք չեն խոսելու, երբեք պիտի չխոսեն մանդակոնու գլուխներից, երբեք պիտի չխոսեն շնորհալու կանոններից, երբեք պիտի չներկայացնեն լուսավորչի շատ խիստ խոսքերը եւ նկարագրությունը, թե ինչպես է որ մարդիկ հայտնվում են դժոխքում եւ նրա ազդարարումը եւ փաստորեն սա վերածված է բողոքական քարոզիչների, որոնք պարզապես ճառեր են ասում, ճառ այն իմաստով անիմաստ քարոզներ անձնական բնույթի, ոչ թե քարոզ, որը գալիս է ուսմունքից, դավանաբանությունից, վարդապետությունից եւ որ անսխալական է։ Իրենք կարող են միայն ժամանակ եւ կլիկներ հավաքել, երբեմն էլ առաջ գնալով եւ ձեզ քծնելով, ասելով որ դժոխք էլ չկա։ Մյուսը երևի թե ինչ որտեղ էլ ասում են Լութերի նման, Լութերին չէր ասում, ինչքան մեղքան ես, մեղք գործես, այնքան մեծ ես եւ Աստված բոլոր մեղքերը
ներում է։ Սա բողոքականների տեսակետն է, նրանք միշտ չէ որ սա բացահայտ ասում են, բայց մենք ունենք ամբողջ փաստաթղթերը, նույն այդ Լյութերը, որ ինքը կախվեց եւ այդ մասին չեն էլ ասում, բայց դա պատմական փաստ է։ Սիրելիներս, շեղվել ուղղափառ դավանաբանությունից եւ ծեսից նշանակում է եկեղեցու անդամ չլինել։ Ինչ է նշանակում վերացած եկեղեցի։ Դա հնարավոր է եւ դրա համար մենք պատասխանատու չենք, բայց ես ուզում եմ ասել, որ քրիստոնեության հիմքը արմատը ոչնչացնողը դա առաջին հերթին մասոններն են եւ իսլամն է, էկումենիկ շարժումն է, երբ որ թե դա հասավ իսլամի հաստատումը, հասավ Վատիկան II, որը փաստորեն դոգմատիկ սովորեցնում է, որ բոլոր կրոնները փրկության միջոց են, չանեք այդպիսի բան երբեք։ Դուք կմտնեք մսկիթ, մուսուլմանների հետ կաղոթեք եւ ձեր հոգին եւ դա ուրացություն է համարվում։ Ինչու այս պահից այս Փաշինյան կոչվածը ուրացյալը եւ նա 100% մուսուլման է, իսլամի անդամ է, նա չի կարող լինել հայոց եկեղեցու անդամ եւ հայոց եկեղեցին ուղղափառ է, կաթողիկ է, սուրբ է։ Ամեն մարդ դա լինի հավատացյալ թե հոգեվորական եկեղեցու անդամ լինելու համար պահանջում է 3 ուխտ խոստում Աստծուն ապրել աղքատության մեջ հոգեվորականների համար, կուսակրոնության եւ կանոնին հնազանդության, իսկ հավատացյալների համար ապրել ինչով որ Աստված տալիս է, երբեք փողասեր չլինելով եւ երբեք չձգտելով ավելին, քան քեզ անհրաժեշտ է ապրելու համար։ Սա է փրկության կանոնը եւ ունենալ հավատք եւ եթե ունես մանանեխի պես հավատ, ինչպես Տերն է ասում, իր շնորհքը եթե ցանկանում ես եւ խնդրում դառնում ես հրեշտակների համար կյանքի ծառ, որի վրա իրենք գալիս են եւ թառում։ Եվ ասիրելես, մտածեք ինքներդ, այստեղ սրբություն եւ այստեղ պղծություն, այստեղ սուրբ հաղորդություն, այնտեղ կռապաշտ քրդական դրնդես եւ մնացածները։ Ես ինչու չեմ հայոց եկեղեցի գնում, իմ ասելիքը ասել եմ, ինձ բոլորը գիտեն, հիմա ես վախենում եմ մտնել, որովհետեւ համոզված եմ, որ դա գնալով անկում է ապրում, համոզված եմ, որ ավելի սարսափելի բաներ են այնտեղ պատահում, բայց ներողություն, ուր են մեր հավատացյալները, ինչու չեն տեր կանգնում իրենց եկեղեցուն, ինչպես են թույլ տալիս, որ սուրբ լուսավորչի աթոռին նստեն այս հանցագործները եւ դատում են սրանց միայն իրենց հագուստներով եւ գիտեք ինչն է հետաքրքիր, որ սուրբ սուտ այս պիղծերի սուտ սարքած անոնը չես հասկանում ինչ, ամբողջ ինտերնետը սուտ անուններ են եւ ժողովուրդը 100,000-ներով գնում է նրանց ետևից։ Ինչպես ես տեսնում եմ մի պատկեր նույն լուսավորչի տեսիլը, թե ինչպես են գառները դառնում սև այծեր եւ գլորում դժոխք, ինչպես մեծ օծը իր բերանը բացած, ամբողջ ժողովուրդը հերթ է կանգնած, որ մտնի այդ բերանից ներս, այդ օծի տեսարանը իրենից ներկայացնում է ինտերնետը։ Եվ մեզ մնում է միայն աղոթել եւ սպասել հրաշքի։ Այս ընկած մարդկանց համար այստեղ աղոթում եմ եւ տեսնում եմ, որ ինքը եկավ իր խելքին, ինձ հետ կարող է սկսել աղոթել, հայերը այդպես չեն։ Ամեն մի հայ ինքը եսակենտրոն Աստված է, իր համոզումով, ճիշտ այնպես ինչպես ներկայացնում է խորենացու ողբը։ Դրա համար ես համոզված եմ, որ միայն Աստծո հրաշքը կարող է փրկել մարդկանց եւ նրանք ովքեր փրկվում են, պիտի անցնեն ծանր հիվանդություններով եւ հանկարծակի մահվամբ, հիմնականում պատերազմներով։ Բայց եթե դուք հետևեք մեր սրբերի կանոններին եւ մանավանդ աշխատեք մաքրել մեր եկեղեցին այս գայլերից, դուք երկնքում շատ բարձր տեղում կփառավորվեք եւ Քրիստոս ձեզ հավիտենապես պարտք է լինելու դրա համար։